Լրություն պաշտպանեք, որ ասեմ։ Դուր, Մինասյան։ Ես խնդրում եմ լրություն, որ կարողանանք խոսել։ Աջ կողմը, լրություն։ Պատրաստ ենք։ Այսինքն ինչ առաջի քայլը ինչ եմ անելու, հա։ Ուրեմն առաջի քայլը լինելու է կադրային քայլը, թե ում հետ ենք աշխատելու, եւ բացի դրանից երկրորդ քայլը նորից համատեղ, այդպես ասեմ, պետք է անպայման տեխնազուներին հրավիրեմ ինձ քննարկելու բոլորի ծրագրերը։ Եվ վերջում ընդհանուր հայտարարի գալուց հետո, ուրեմն անցնելու ենք մեր ծրագրերի իրականացմանը։ Օրինակ կոնկրետ աշխատավարձերի բարձրացման հարցն եմ բարձրացնելու եւ դրա լուծումները, թե ոնց ենք գտնելու, բյուջեն ոնց ենք ավելացնելու, որ կարողանանք մարդկանց աշխատավարձը բարձրացնենք։ Ուրեմն ես գիտեմ, դա ինչ սկզբունքով պիտի անենք, ոնց պիտի անենք եւ որտեղից պետք է բյուջեն ավելացնենք։ Դա մեկ։ Այլ հարց։ Այո, չկա, մենք մեր գործը կանենք։ Երեխեք, ինպես արեք, որ ես լսել եմ։ Բա հիմա ոնց ընդունեցինք, բայց ես մտածում եմ, որ ԿՊՆ-ն էլ պետք է մասնակցի եւ այնտեղից էլ շատ մարդիկ պետք է լինեն, որ մասնակցեն, որովհետեւ իրենց մեր քաղաքի բոլորիս համար է, սա միայն սա Ղուկասյան Վարդանի մասին չի խոսքը, սա ժողովրդի մասին է խոսքը, իրանք ինչ քայլ որ անեն, դա ժողովրդին են անելու, Ղուկասյանի խնդիրը չէ այստեղ քաղաքի բնակչության խնդիրն է, եթե իրենք պիտի ոտ պահեն բնակչությունը իրենց կարծիքը կասի իրենց նկատմամբ դիմացի ընտրություններին։ Մարտուն Գրիգորյանի հետ խոսել եք, շնորհակալություն հայտնելու եք, որ ձեզ քաղաքապետ դարձրեց իր ուժը։ Գիտեք, այդպես ասել եմ ինքից սիրուն չէ, բայց ես երբ տեսնեմ, ինչ է պատահը, ես խնդիր չունեմ, ասել եմ, մենք ես իրենց ողերիմ թշնամի չեմ ճանաչում, ես իրենց ազգի հետ, իրենք մեր ազգի հետ շատ բարի դրացիական հարաբերություններ ունենք, ուղղակի դուք որ չխառնեք ամեն ինչ լավ է։ Ղուկասյան, ձեզ ասում են, որ սա Յուրոսյան հաղթանակ է։ Ինչի՞։ Յուրոսյան հաղթանակ է, որովհետև դուք ամեն անգամ կարևոր որոշումներ կայացնելիս պիտի Մարտուն Գրիգորյանի դուռը գնաք, որ նրանից ձայներ խնդրեք, պատրաստ եք նրա դուռը։ Ես ոչ մեկի դուռը չեմ գնա։ Ուրեմն ես կաբրեմ այնպես, ինչպես ապրել են ուրեմն ընդդիմադիր քաղաքապետերը։ Ինչպես եղել է կանչքը, ոնց որ մարդիկ ուրեմն ապրել են, ես այդ սկզբունքով կաբրեմ։ Ես ոչ մեկի դուռ չեմ գնում ընդհանրապես։ Սրբի դուռ գնում եմ միանշանակ, հա։ Բայց ես համերաշխությունը իմ զենքն է, ուրեմն ներողամտությունը, համերաշխությունը իմ զենքն է, ես դրանով միշտ առաջնորդվել եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Թե գլխիկոր հետ են գալու եւ շարունակելու են։ Կաբրենք կտեսնենք, ովքեր որ համարձակ մարդիկ են, ովքեր սիրում են իրենց քաղաքը ամեն ինչից շատ, եւ ասենք քաղաքական պատվերները իրանց համար երկրորդական է, քաղաքի շահը առաջնային է, ուրեմն անպայման այդպիսի մարդիկ կմասնակցեն։ Բայց ովքեր որ միանշանակ կուսակցական են, ամեն ինչից վեր, ամեն ինչից շատ դասում են, ուրեմն կուսակցությունը, մենք էլ կտեսնենք յուրաքանչյուրին իր գնահատականը եւ ես կտամ եւ ժողովուրդը։ Դուք ասացիք, որ պատասխանը կտակ այնպես, ինչ իրենք կանեն։ Հիմա արժանի պատասխան քաղաքացիական պայմանագրի տալու եք, թե ինչ մենք է չմասնակցենք։ Թե շարունակում եք պնդել, որ Նիկոլ Փաշինյանը եթե գա, գոնե աթոռը հարգելով կընդունեք։ Ուրեմն ես մի բան եմ ուզում ասել, ես մի բան ասեմ ձեզ։ Ալեքսեյ Մատվեիչը կար, Օղորմի իրան, շատ մեծ մարդ էր երկրում, մի օր ինձ բախտ վիճակվեց հաց ուտելու իր հետ, մեկը դարավ, չեմ ուզում ասել, որ վարչապետին ինչ որ մի բան ասեց։ Ալեքսեյ Մատվեիչը դարավ ու ասեց, դե, իրեն չեք հարկում, աթոռը հարկեք։ Ես այդ սկզբունքը որտե գրել եմ իմ մեջ, աթոռը կհարկեմ, բայց պավիդենին, ոնց կպահեն, ինչ ձևի կանեն,
Какой привет, такой ответ։ Պարոն Ղուկասյան, քվեարկությունից առաջ դուք լուրջ անհանգստություններ ունեիք ու ասում եք դիմակները պատռելու եմ։ Որոշ մարդկանց ում դիմակը պատռեցիք քվեարկությունից արդեն հետո։ Ինչ էի ասում։ Դիմակները պատռելու եմ։ Բա դիմանները պատրվում է շատ մարդկանց։ Հիմա որ տեսեք մարդիկ որ չեն մասնակցում, որ մարդիկ շատ չեն մասնակցում, բան չեն անում, հիմա մարդ կա որ դիմակ չուներ, մարդ կա դիմակ ուներ։ Հիմա այդ բաները դեպի շատ չեմ ուտել։ Վերջխնդրություններ լինել են։ Աղջիկ ջան, դու իսկան փոքր աղջիկ ինչ վրեժխնդրությունների մասին ես մտածում։ Մենք ընդհանրապես վրեժխնդրություններ չունենք։ Հասկանալի է։ Այսքան հավատք ունեցող մարդը կարող է վրեժխնդիր լինի։ Դու չես տեսնում ես այնքան ներողամիտ մարդ եմ որ։ Ես իրոք այդպեսին եմ, էլի ինձ ձևական չեմ։ Բան չունեմ, դիմակ չունեմ։ Ձեր շրջապատը, դուք կզսպեք ձեր շրջապատը։ Իմ շրջապատը ամենախելոքն է։ Ուրեմն լավ իմացի։ Ես Ինպեսի բնավորության տեղ մարդ եմ։ Եթե որևիցե մեկը ոտնձգություն անի, առաջինը ես նրանց նկատմամբ իմ մոտիկների նկատմամբ խիստ եմ։ Ես նախ իմ նկատմամբ եմ խիստ, հետո իմ մոտիկների։ Այդքան որ դուք սարքել դրման եք, արեցպես հանել եք, բան եք արել, այդպես չի։ Դա այդպես չի, հիշեք։ Պարոն Ղուկասյան, ձեր որոշումները կայացնելիս ամեն դեպքում դուք պետք է հաշվի նստեք նաև ընդդիմադիր մյուս խմբակցությունները, ես չգիտեմ, ընդդիմադիր լինել իշխանական լինել հիմա մյուսները, ովքեր քվեարկեցին։ Հիմա ամեն դեպքում կախվածություն եք ունենալու այդ խմբակցությունների անդամներից, իրենց ձայներից։ Կարելի ասել, ձեր աթոռի խաղալու է։ Ո՞նց եք։ Քննարկելու ենք բոլորի հետ յուրաքանչյուր որոշում քննարկելու ենք, դրանից հետո որոշում ենք կայացնելու։ Աթոռները, այս աթոռը հանգիստ է, այս քաղաքապետի աթոռը չի խաղա։ Մարդը կարող է խաղա, աթոռը չէ։ Պարոն Ղուկասյան, Մտավախություն չունեք։ առաջին փոխքաղաքապետը ձեր տեսան, արդյոք արդեն երկրորդ փոխքաղաքապետի անունը հստակեցան, երևս քննարկումներ։ Քննարկումները լինելու կասեմ։ Պաշտոններ ուզել են ձեր։ Կասեմ, քննարկումները լինելու կասեմ։ Ասա։ այսօրվա քաղաքացիական պայմանագրի բացակայությանը եւ ասել է այն ինչ նախկինում ասել է նույն կարծիքին է եւ ասել է որ թիմ ընտրությունները եւ թիմ կառավարության հարաբերություններում գոյություն ունեն կանոններ, որոնք պետք է պահպանվեն։ Դուք պահպանելու եք այդ կանոնները եւ օրինակ ինչպես եք աշխատելու Նիկոլ Փաշինյանի հետ լինելով ընդդիմադիր։ Ես արդեն 100 անգամ այդ հարցին անդրադարձել եմ։ Ես 100 անգամ անդրադարձել եմ, ես այդ հարցին ասում եմ, տեղական ինքնակառավարում ասում է, տեղում ինքնակառավարել, ինչ մնում է սուբորդինացիայի հետ, ինչ մնում է պահել, պահպանել ճշմարտությունը, ես կպահեմ, կպահպանեմ, իր քաղաքական հայացքներին միանշանակ դեմ եմ, միանշանակ իրեն դեմ եմ, իր կատարած գործունեությունների 99 ու 9/10-ականին դեմ եմ, հասկանալի է, բայց տեղական ինքնակառավարումը այլ բան է ասում, իր հետ կապած այլ բան է ասում։ Պարոն Ղուկասյան, աշխատասենյակ թե երեկոտ հետո, պարոն Ղուկասյան։ Դու ոնց ասես այդպես։ Արդեն ազատել են տեղյակ։ Փաշինյանի հարածից 0.1 Տեղյակ եք ազատել են արդեն նախապատրաստվել։ Որից պատասխանեմ, ասեմ։ Աղջիկան, Փաշինյանի ասած, որ ասացիք 99.9/10-ականին Այն մեկն էլ տեղ ենք թողնում կարող մարդը դարձի կա։ Չէ, բացի Դե եկեղեցին ինչ է ասում, ապաշխարության կանոններ է տվել, եթե մարդ ապաշխարության բան է ճանապարհ է բռնում, այդտեղ արդեն ես բան չունեմ ասել։ Ասա Նարեկ ջան։ Խորհրդային տարիներին կոմկուսը դեմ էր մասնավոր սեփականությանը, մեծահարուստներին կուլակաթափ էր անում, այս մասով տարաձայնություններ ունեք թե ոչ։ Ասեմ։ Ուրեմն այդ մասով ես ունեմ մի բան։ Միանշանակ դեմ եմ եղել, որ սեփականություն չպետք է լինի։ Միանշանակ դեմ եմ։ Միանշանակ դեմ եմ, որ երկիրը սեփականություն չունի։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինքը սեփականություն չունի։ Ուրեմն ես կողմնակից եմ չինական մոդելին։ Դա Աստված, որ եթե հանգարց Աստված կամենա կանգնտեղ հասնենք։ Ուրեմն հասկանալի է այդ ժամանակ ստրատեգիական նշանակություն ունեցող կառույցները այն մեծ գումարները, որ գալիս է որևիցե մի բիզնեսից, չեն թողնելու, որ մի քանի բիզնեսմեն պետությունից հարուստ լինի, որպես ինչ։ Անպայման դրանք պետք է լինեն պետական սեփականություն։ Իսկ մնացածը թող ժողովուրդը, թող ես էլ դրան եմ կողմնակից, ես դրան կողմնակից եմ։ Դուք որևէ բան պետության Դուք էլ եք պարոն Ղուկասյան։ Ես հոգեբ Դուք ոնց եք հարստացել։ Հիմա նայ ասեմ։ Այսքան չենք շինություն։ Դե ասեմ էլի սպասի։ Ասեք։ Մի րոպե ասեմ ես երդասարտին։ Ուրեմն ուշադիր լսի։ Ես նախ հոգեպես եմ հարուստ։ Ուշադիր լսի։ Երկրորդ հերթին ես 64 տարեկան եմ։
ուրեմն 12 տարեկանից աշխատել եմ ամբողջ քաղաքը գիտեմ։ Մինչև այսօր իմ գործարանների դաժե մնացորդները մնացել է Գուլբան Ասկեղենի արտադրամաս, տրիկոտաժի արտադրամաս, հացի գործարան, ատրակցիոններ, հասկացար, ներկրում, ուրեմն արտահանում, ներկրում, ուրեմն ֆերմերությունը 82 թվականին ես 21 տարեկան եմ եղել, պատկերացրա, եղել եմ խանութի վարիչ, 200 գլուխ է մայր անասուն եմ ունեցել Լենգեսում, հասկանալի է, եւ այդպես շարունակական իմ գործունեությունը ես ծավալ մինչեւ այսօր, Հիմա ինչ եք անում։ Հիմա ես մինչեւ այսօր ունեմ հսկայական ֆերմա, այն թվերից, այսինքն Լենինականի ժամանակահատվածից Շիրակի մարզի առաջի ֆերմերն եմ եղել, կատի գործարան ունիմ, կատի վերամշակման այդ ամեն ինչը ես ունեցել եմ այն թվականներից։ Իսկ քաղաքապետ եղած տարիներին ինչ-որ բան հետ գցել եք, կարողացել եք ձեր ունեցվածքը ավելացել եք, թե հակառակը պակասել է։ Պակասել է։ Օրինակ ասում են, որ Ուրեմն իմ ժամանակ պակասել է, բայց ուրեմն քո այդ ուշքու միտքը 17 տեղանոց հյուրանոցի մասին է խոսքը, սա 17 տեղ է, գնա հաշվի, հակտակ հաշվի։ 17 սենյակ է, լսի։ Ուրեմն այդ հյուրանոցը, հələ մի հատ գնա Երևան նայի, 170 սենյականոց հյուրանոցները թողել եք, 0-ից սարկածի հետևից ես ընկե, ու պրիտոմ է դրա բացադրությունը հստակ կա, այնպես որ հեչ վախենալու տեղ չունենք, եթե վախենայինք մեր վրա չէր գրանցվի, հասկանալի է, որովհետև դա բարձրաձայն ենք արել, բարձրաձայն։ Ունեցվածքից որևէ բան պատրաստ եք պետությանը վերադարձնել, թե ոչ։ Ուրեմն իմ ունեցվածքից, եթե որպես ինչ տա մեզ պետությանը, ասենք ինչու համար տանք, որ հետո դրանից հետո իրանց օլիգարխները սեփականաշնորեն, որպես Golden Palace-ը, որ հիմա առան մեկից իրանց վրա սեփականաշնորի։ Ես պատրաստ եմ, ինչ ունեմ, չունեմ, ժողովրդին տամ, հասկանալի է, ժողովրդին, որ դու եւ բոլորիդ վրա դա երևա։ Ոչ թե մեկից վերցնեն տան մյուսին, սա ինձ հետ չէր, այն նա ինձ հետ է։ Հիմա նրանից վերցրեք տվեք նրան, որովհետև դա իմ օլիգարխն է։ Միանշանակ դրա վերաբերյալ, գիտեք ինչ, երկրի ամբողջ երկրի ունեցվածքը, ընդերքը, հանք արդյունաբերությունը գրանցված է օֆշորներում։ Դրա համար ձայն տվեցինք, որ կար ասում էր, պետք է կամ հետ բերեմ։ Բա ուր է այդ ոսկու հանքերը, մոլիբդեններն ու մյուսները պղնձի ու չգիտեմ այլումինի հանքերը, որն է պետական սեփականություն, ջրերն ու մնացածները ամեն ինչը։ Ես ուրեմն գիտեք ինչ։ Հələ որ քյաբաբներն է բերել։ Ապրես հայ քյաբաբները հա։ Լավ էլ ուդում են։ Այսինքն որ առաջարկում է գնալ արտահայտ ընտրություններ, կարող է հույս ունենալ, որ իրենք կհաղթեն, եթե արտահայտ ընտրություն լինի, այս անգամ ավելի մեծ ձայնով։ Դե հիմա ես խոսք եմ տալիս, եթե արտահայտ ընտրություն լինի, այ քեզ բոլորիդ խոսք եմ տալիս։ Մենք չէինք որտեղ գրեն սկզբունքը, որ իրանք ինչ ձևով դուք արձանագրեցիք, չէ՞ ինչքան փող բաժանեցին, գնացիք տեղերը, բան տեսակ, որ մտան ինչ եղան, ոնց եղավ, բան եղավ։ Մենք դրա վերաբերյալ չէի հավատում ես, բայց դուք կտեսնեք, թե ես ինձ ձևի ժողովրդին կբացատրեմ, որ մարդիկ, որ մտնում էին, ասում էին, հայրդ մայրդ մահացած է, հորն ու մորդ գերեզմանի վրա երտումք է փող տանք քեզ։ Երեխատ մահացած է, երեխանի գերեզմանի վրա երտումքեր փող տանք քեզ։ Մենք այդ սկզբունքը չգիտեինք, թե ինչ էին անում։ Երկրորդ բանը ոնց էին դուրս հանում, բան։ Մենք այդ ամեն ինչը գիտենք։ Այ հիմի որ ընտրություն լինի, գտեսնես թե մենք ինչքան ձայն կհավաքենք։ 2008 թվականին ես հավաքել եմ 40,000 ձայն։ Գնացեք նայեք։ 30,000 հոգի գնացել, այլ չի ուզում ձեզ սատարի պարոն Ղուկասյան։ Այդ դու պետք է անես, այդ դու պետք է անես, այդպես կրվում է, այնտեղ էլ գնացիր կրվար։ Քեզ էլ բան էին անում, տեսար դու գնացիր քո տեղով, դու արձանագրեցիր։ 30,000 հոգի էլ չի ուզում ձեզ սատարի, որովհետև ասում եք 40,000 եք հավաքել, հիմա շուրջ 10,000 եք հավաքել։ Ուրեմն 10,000, հիշում ես այն սպարտացիները, որ ասեցի, որպես բան եք դարձրել, հիշում ես սպարտացիների Ցար Լեոնիդի, այդ 10,000-ը Այդ 10,000-ը գիտեք ովքեր են, որոնք փողով, վախով, ես չգիտեմ, գործեր խոսք տալով չգնացին ընտրության, այլ իսկական գնացին իխորոտ սրտե ճշմարտության համար, հասկանալի է, ու իսկականից այդ սկզբունքը որտեղ գրեցին ու պահեցին։ Սատիկ ջան, իմ ամբողջ կյանքը դժվար է։ Իմ ամբողջ կյանքը հեշտ չեմ ապրել։ Հիմա որ մեկ մարդիկ կան ասում են մանկությունս հետ բերեք, ես չեմ ուզում իմ մանկությունը հետ գա։ Ես ամբողջ կյանքում դժվարություններով եմ ապրել ու դժվարությունը ինձ համար ապրելակերպ է, հանգիստ տեղի։
Այդ տեսար մարդիկ ինչ օրն էին ընկել։ Այս դեպքում Ղուկասյան ցես համար չի լինի, քաղաքի համար կլինի, եթե օրինակ Մարտուն Գրիգորյանը չքվեարկի իր խմբակցության փած իր ծրագրերը, դա է։ Ես գիտեմ, որ ամեն ինչից շատ մարդու անունն է։ Որևիցե մեկը, որևիցե մի խմբակցություն, եթե հանգարց իրենք ճիշտ չպահե, ժողովուրդը իր գնահատականը կտա։ Դա չի նշանակում, որ հիմա այստեղ եկան քվեարկեցին, մենք դարձան քաղաքապետ, դրանից հետո ոտ պահեցին։ Ոտ պահեցին նույն սկզբունքն է։ Ժողովուրդը կիմանա եւ թե իրենց հետեւը ով է կանգնած։ Ես այնպեսի մարդ եմ, որ ինձ բռնելը շատ դժվար է։ Եթե տիրապետում եք ինֆորմացիա, որ ինչ որ մեկը կա հետևում կանգնած, ինչի՞ չեք բարձրացնում այդ դեպքում։ Եթե կա մարդ ով գիտեք, որ կանգնած է ինչ որ մեկի հետևում, ինչի՞ չեք բարձրացնում հիմա այլ սպասում եք։ Всему свое время։ Լավ, ռուսերենը մենք պետք է ասենք։ Պարոն Ղուկասյան, քանի որ անդադը Ռուսաստանից եք, հա, խոսում, դուք կողմ եք օրինակ Հայաստանի եւ Ռուսաստանի միութենական այդ պետության գաղափարին, թե այնուհանդերձ անկախությունը բացարձակ արժեք եք համարում։ Ես մի բան ասեմ։ Ուրեմն ես դες ասեմ, ես հայամետ եմ։ Ու գիտես մի քիչ սիրուն չէ, իսկական շատ հայրենիք սիրող անձնավորություն եմ։ Ես գիտեմ, որ այս 3 միլիոն ժողովուրդը, որ մենք ունենք, այս 320 միլիոն թոշկա լեզու ազգի մեջտեղը, որ կանգնած ենք, ես գիտեմ, որ մեր մեծերը, բոլորը Անդրանիկ Զորավարից, Մխիթար Սպարապետից, Դավիթ Բեկից, Իսրայել Օրուց, Խաչատուր Աբովյանից, որ ասում է օրհնվի Ինսահատը, որ ռսի օրհնած ոտը հայոց լիսաշխարը մտավ, եւ այդպես Իսահակյանից, Թումանյանից, որ ասում էին մեր փրկությունը իրոք ռուսի հետ միացության մեջ է։ Ես ուզում եմ նմանատիպ ղեկավար տեսնել, որ ոչ թե գնա ընկնի ոտքերի տակը։ Այսպես ես չգիտեմ ինչ կարողանա բանակցել, տղամարդ լինի, որ կարողանա իրենց հետ բանակցել եւ ռուսի սխալները, ասի գիտեք, դուք այս հարցերում սխալ եք։ Դուք մեր նկատմամբ այսպես լավ չեք պահում։ Այդպիսի ղեկավար է պետք։ Եվ վերջում էլ արդյունքը սա է։ Թուրքը Հայաստանը ինչ վիճակի մեջ է։ Պետականություն չունեք, մորտված, սպանված, քանդված, ավիրված գերեզման չունեք ընդդուք։ Ռուսը Հայաստանը ինչ վիճակի մեջ է։ Թուրքը մեր նկատմամբ ինչ է արել, ռուսը մեր նկատմամբ ինչ է արել։ Ինչ որ կառուցվել է այդ 75 տարվա մեջ կառուցվեց։ Հիմա դրա համար այդ ամեն ինչը մենք չտեսնելով, եթե ուզում ենք չտեսնել, դա ես չգիտեմ ինչ մարդ պետք է լինի, որ այդ ամեն ինչը չհասկանա։ Հետո մի բան գիտեմ։ Մի բան։ Սա բարձրաձայնում եմ։ 1920 թվականի օգոստոսի 10-ին Թիլվիզում Հայաստանի այն ժամանակվա կառավարությունը Ռուսաստանի հետ կնքեց պայմանագիր, որ ռուսները պետք է պահեն ուրեմն Նախիջևանը, Սյունիքը եւ Արցախը։ Նույն ժամանակահատվածում Սևրի պայմանագիրը կնքեցին, որ պետք է լիներ 160,000 քառակուսի կիլոմետր Հայաստանը։ Եվ Վիլսոնը հաստատեց դա։ Դրանից հետո մի քանի օր հետո թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը Սևրի պայմանագրից հետո եւ եկան հասան մինչեւ Երևան։ Այդ ժամանակ Հայաստանի կառավարությունը Ալեքսանդրապոլի խայտարակ պայմանագիրը կնքեց եւ Հայաստանը դարձավ 9700 քառակուսի մետր։ Արևմուտքը գցեցին իրար վրա, Ֆրանսիան Անգլիայի վրա, Անգլիան Ամերիկայի վրա եւ Հայաստանը դարձավ 9700 քառակուսի մետր։ Եթե ռուսները չկային, 29800 քառակուսի մետր մենք հիմա չէինք ունենա։ Էլի ռուսները պահեցին, որ դարձավ 29800 քառակուսի մետր։ Լսեք, սխալներ ունեն։ Բայց պետք է մեր երկիրը այնպիսի մարդ ղեկավարի, որ ոչ թե խապի, այստեղ պայմանավոր էր, նրանց հետ պայմանավորվի։ Այստեղից ռուսկաթերնի նորմալ մարդ է պետք, նորմալ մարդիկ են պետք, որ գնան խոսան, այս մենք սխալվել ենք, մենք ազգովի սխալվել ենք, այդ կան բան։ Հետո մի բան էլ ասեմ, գիտեք ինչ կա։ Հերիք է պաշտոնի համար, փողի համար գնաք սխալի հետևից։ Գիտեք ինչ ամենամեծ սարսափելի բանը դա է։ Ծախվում են պաշտոնի համար, ծախվում են փողի համար եւ գնում են այն թեկտածու յետևից, որ իրենք էլ տեսնում են, որ այդ թեկտածուն Հայաստանը տանում է կործանման։ Այդ սկզբունքը պիտի վերանա այս ազգի միջից, եթե ոչ, մենք այսօ ավելի վատ վիճակի մեջ կլինենք։ Կներեք, պարոն Ղուկասյան, ի վերջո դուք կողմ եք, թե ոչ միութենական պետությանը։ Կողմ եմ։ Միութենական։ Սարիկ Մինասյանը ասում է, Բելարուսի սկզբունքով։
այսօր իր հրավիրման մեջ Սարգսին ասել է, որ ճգնաժամը այնուամենայնիվ ամփոփել է այսպես կառավարել հնարավոր։ Թող լինի, Սարիկս թող լինի, մենք իրար հետ կտեսնենք, կխոսենք, ընդհանուր հայտարարի կգանք Սարիկի հետ։ Ես գիտեմ, որ Սարիկը Երևանից դուրս կեկա, Լեննականի համար առաջինը կմտածի Գյումրիի համար, հետո կուսակցական մտածելակերպ կու, ինքը այդպեսի տղա է, ես իրան հավատում եմ։ Պարոն Ղուկասյան, դուք ձեր քարոզարշավի ժամանակ ասացիք, որ երբ որ ընտրվեք Ռուսաստանից գալու են գործարաններ։ Միանշանակ Ռուսաստանից գալու են գործարարներ, այստեղ պիտի մենք հիվանդանոցի խնդիր լուծենք Ռուսաստանի հետ, այստեղ պետք է գործարանների համատեղ գործարանների ձեռնարկությունների խնդիր պետք է լուծենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։